Բարև ձեզ, Ամեկուլիսի եթերում հարցազրույցն է եւ Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող կարևոր իրադարձությունների մասին այսօր կզրուցեմ քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաղդասարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Հայաստանում այս օրերի ներքաղաքական հիմնական խնդիր է դարձել հոգևորականների եւ իշխանությունների միջև լարվածությունը, որը վերջին օրերին սրվել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, թե եկեղեցիները դարձել են չուլաներ։ Արդյոք դա էր պատճառը, թե այ շատ ավելի խորքային պատճառ կա եւ որն է ձեր կարծիքով խորքային պատճառը։ Մենք տեսել ենք, որ ավելի վաղ եղել է որոշակի սրումներ, տեսել ենք Բագրատ Գալստանյանի շարժումը, բայց այնուամենայնիվ որն է հիմնական խնդիրը ձեր կարծիքով իշխանությունների եւ հոգեվորականների միջև։ Կարծում եմ երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը ներքաղաքականն է, որ կարելի նաև քարոզչական ինչ որ բաղադրիչներ ունի։ Դա այն է, որ Նիկոլ Փաշինյանը նախ ցանկանում է ցույց տալ, որ ոչ միայն մենք ենք այսպես կոռումպացված, ոչ մաքուր, բոլորն են այդպեսին առաջին հերթին եկեղեցին, այ դուք նրանց նայեք, այսինքն սա նույն այդ շանտաժն է, նույն ահաբեկումներն են, որ սուս մնացեք, ոչ մեկ մեզանից լավ չի, ինչքան մենք ենք վատ, այդքան էլ դուք եք վատ։ Սա առաջին, երկրորդը եկեղեցին ինքը այն եզակի կառույցներից է, որը ամբողջովին չի հնազանդվել օրվա իշխանություններին եւ իր մեջ բավականին լուրջ կազմակերպչական պոտենցիալ է պարունակում։ Ունի բազմաթիվ հետևորդներ, ունի կառույցներ, ինչպես իշխանություններն են սիրում ասել գրասենյակներ Հայաստանի բոլոր մարզերում, հարկ եղած դեպքում կարող է նաեւ քաղաքական լուրջ process-ներ գեներացնել, եթե դրա անհրաժեշտությունը լինի։ Դա ես կարծում եմ, որ դա ամեն դեպքում մասնակի էր, որովհետև թեմերից մեկի առաջնորդն էր դա անում եւ ոչ թե ամբողջ հայ առաքելական եկեղեցին։ Եվ անգամ այդ դեպքում, եթե հիշում եք, այդ շարժումը մի պահ բավականին հզոր թափ ստացավ, Հանրապետության հրապարակը լիքն էր։ Դա կարող է հաջորդ անգամ ավելի մեծ ալիք առաջացնել։ Կարծում եմ, սա ներքաղաքական պատճառն էր։ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանությունը այստեղ տեսնում են հակառակորդ, այնտեղ զգում են վտանգ, դիմադրության պոտենցիալ օջախ։ Երկրորդը, եթե արտաքին քաղաքականը նայենք, ապա Նիկոլ Փաշինյանը եկեղեցին ընկալում է որպես հերթական մի, այսպես ասենք, արժեք, որը խանգարում է իր խաղաղության օրակարգին եւ որը իրական Հայաստանի մեջ չէ։ Այն ամենը, ինչ իրական Հայաստանի մեջ չէ, Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ, դա մեր դեմ է, դա թոք է, ինչպես ինքն ասում էր ինքնիշխանության վզին, դա մեզ խանգարում է, թույլ չի տալիս, որ մենք ինքնիշխան լինենք։ Այնպես ինչպես Արցախը, այնպես ինչպես Արարատ լեռը, այնպես ինչպես Ցեղասպանությունը, այնպես մեր պատմությունը, այնպես էլ եկեղեցին։ Դրանք իրական Հայաստանից դուրս են։ Հետևաբար, իր տրամաբանությամբ դրանք խանգարում են իր պատկերացրած խաղաղության օրակարգին եւ պետք է կամ չեզոքացնել, կամ առնվազն պարակտել եւ դրա ազդեցությունները անգամներով նվազեցնել։ Կարծում եմ սա է եւ ցավոք սրտի դա համապատասխանում է նաեւ Ադրբեջանի պատկերացումներին, Թուրքիայի պատկերացումներին։ Ես չեմ կարծում իհարկե թե ինչպես ասում են այնտեղից SMS է ստացել նրանց հրահանգներն է կատարում, պարզապես այդ պատկերացումները որոշ այդ հարցերի դեպքում նույնական են ցավոք սրտի եւ ստացվում է այնպես, որ այն ինչ պահանջում է Ադրբեջանը, Նիկոլ Փաշինյանը գործնականում անում է։ Իշխանությունների կողմից էլ ակնարկներ կան կամ իշխանամերձ գործիչների կողմից, որ եկեղեցին ավելի շուտ եկեղեցու բարձրաստիճան սպասավորները, նաև կաթողիկոսը գտնվում են հիմնականում Ռուսաստանի ազդեցության տակ, հակառակ պարագայում նա կաթողիկոս չէր լինի կամ նրա եղբայրը եզրասը չէր լինի Մոսկվայի հայոց թեմի առաջնորդ եւ Ռուսաստանը փորձում է եկեղեցու միջոցով չասենք եկեղեցու, բայց բարձրաստիճան հոգևորականների միջոցով իրականացնել իր ազդեցությունը Հայաստանում։ Ես հենց այդ մասին եմ ասում։ Չէ որ ճիշտ նույն բաները նա ասում էր նաև Արցախի մասին, որ Արցախի ղեկավարությունը կատարում է Ռուսաստանից եկած հրահանգները եւ ոչ թե Հայաստանից եկած հրահանգները։ Նույնը ասում էր ցեղասպանության մասին, որ ցեղասպանության ընկալումը մեզ թելադրվել է կայսրությունից, Մոսկվայից, այդ պատկերացումները եւ այդ թեման օգտագործելով նույն Ռուսաստանը այստեղ մեզ օգտագործում էր որպես գործիք իր շահերին հասնելու համար, այսինքն այս առումով էլ նորություն չի դա։ Ուղղակի ես ինչ եմ ասում, որ սա սխալ քաղաքականություն է, որովհետև միայն այսպես ասած իրական Հայաստանից դուրս ամեն ինչը վերացնելով
նա իր նպատակներին չի հասնելու, դա պարզապես սխալ է, որովհետև մեր հակառակորդների պահանջները դրանով չեն բավարարվում։ Օրինակ, նրանք ուզում են նաև անխոչնդոտ միջանցք Սյունիքով, որը արդեն իրական Հայաստանից դուրս չի։ Նրանք ուզում են փոխել մեր սահմանադրությունը, որը էլի իրական Հայաստանում է, նրանք ուզում են վերահսկողություն մեր զինված ուժերի վրա, որը էլի իրական Հայաստանում է։ Այսինքն այդ իրական Հայաստանից դուրս ամեն ինչից հրաժարվելը արդյունքի չի բերելու։ Դրա համար ես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը համարում եմ ոչ թե դավաճանական կամ չգիտեմ ոչ թե այլ պարզապես սխալ, որի արդյունքում առայժմ մենք միայն կորուստներ ենք ունեցել, որևէ բանի չենք հասել եւ ցավոք սրտի այդ կորուստների ընթացքը շարունակվելու է եւ վերջը չի երևում։ Սա սխալ է եւ ոչ թե դավաճանություն կամ թրքահաճո կամ չգիտեմ ինչ, այդ ձևակերպումները մի կողմ թողնենք։ Դրանք էմոցիոնալ ձևակերպումներ են եւ այդ էմոցիոնալ ձևակերպումների դաշտ մտնելը մեծապես օգուտ է առաջին հերթին հենց իշխանություններին։ Չկա Ռուսաստանից որևէ ազդեցություն եկեղեցու սպասավորների վրա կամ միջամտություն Հայաստանում ներքին շարժում սկսելու ամեն դեպքում։ Կա, թե չկա, այս այլ հարց տամ, Հայաստանը ունի հատուկ ծառայություններ, թե չունի հատուկ ծառայություններ։ Եթե կա այդպիսի ազդեցություն, ինչու հատուկ ծառայությունները դրանով չեն զբաղվում։ Ու այս լարվածությունը համընկավ կաթողիկոսի Բելարուս կատարած այցի հետ, հիշում եք Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Լուկաշենկոյի Բելարուսի նախագահի այն հայտարարությունից հետո, որ իրենք օգնել են Ադրբեջանին Արցախյան պատերազմում, որ այլևս Հայաստանից որևէ պաշտոնյա չի գնալու Բելարուս Լուկաշենկոյի նախագահության շրջանում, փաստորեն ճիշտ է պետական պաշտոնյա չի կաթողիկոսը, բայց նա եկեղեցական բարձրաստիճան պաշտոնյան է, բարձրագույն պաշտոնյանը եւ նա անտեսելով գնաց այնտեղ բացելու մի եկեղեցի։ Միգուցե սա էր նաև պատճառներից մեկը։ Ես որքան հասկացա, այս շարժումը կամ պայքարը եկեղեցու դեմ սկսվել էր նախքան դա։ Այո։ Իհարկե կաթողիկոսի այցը Բելարուս ինձ չի հիացրել եւ չեմ էլ կարծում, թե որևէ հայ մարդու մոտ այդ այցից հետո կաթողիկոսի կամ եկեղեցու հարգանիշը կբարձրանա։ Ոչ, անձամբ իմ կարծիքն է, որ չէր կարելի այդպես անել, դա անթույլատրելի էր, որովհետեւ Բելարուսի դիրքորոշումը մենք շատ լավ գիտենք, թե ում կողքին է եղել եւ 44 օրյա պատերազմ եւ դրանից առաջ եւ դրանից հետո պարզ ասած Բելարուսը թշնամական պետություն է եւ կաթողիկոսը իհարկե չպիտի գնար այնտեղ։ Գնացել է այնտեղ, որովհետև կանչել են, որովհետև ուզում են Հայաստանում հեղաշրջում իրականացնի։ Շատ բարի, դրա համար Հայաստանում կան հատուկ ծառայություններ, դրա համար պետք չի կուսակրոնության մասին խոսել կամ ինչ որ անարատհղության թեզը կասկածի տակ դնել, ինչ որ անհեթեթություններ դուրս տալ։ Եթե սա պետություն է, իսկ Նիկոլ Փաշինյանը անընդհատ պնդում է, որ սա պետություն է, ուրեմն հատուկ ծառայությունները պիտի զբաղվեն դրանով։ Միգուցե հատուկ ծառայություններն էլ հենց տեղեկություն տվել են Նիկոլ Փաշինյանին, որ նման ինչ որ նախապատրաստություն կա կամ նման տեղեկություններ կան։ Հատուկ ծառայությունները պիտի, եթե այդպիսի բան կա, պիտի բաց տեքստով ասեն, որպեսզի մենք հասկանանք, թե ինչ է։ Չէ՞։ Ես օրինակ կարծում եմ, որ դա այդպես չէ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանին ընդհանրապես չի հետաքրքրում ոչ Հայաստանի պետությունը, ոչ դրա ապագան։ Ճիշտ է, ոչ էլ եկեղեցու մաքրությունն է նրան հետաքրքրում կամ կուսակրոնությունը։ Դա հետաքրքրում է ճիշտ այնքան, ինչքան ժամանակին հետաքրքրում էր, ասենք, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թոմասյանի պապական տանտանիքը, հիշում եք։ Քառակուսի մետրերով հաշվում են, նրան դա էր պետք, չէ։ Նրան պետք էր վերահսկել Սահմանադրական դատարանը։ Անդրադառնանք նաև ընդդիմությանը, պարոն Բաղդասարյան, ընդդիմությունը որոշակի ընդդիմադիր, այսպես ասած, թևեր impeachment են սկսել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց հիմնական ընդդիմադիր ուժերը ազգային ժողովում չմիացան դրան։ Ինչ որ հակասություն կա այստեղ, ինչ խնդիր կա այստեղ, դուք ընդունում եք Հայաստան դաշինքի կամ Ռոբերտ Քոչարյանի այն բացատրությունները, որ միևնույն իրենք չեն կարողանա, չունեն այն թվականակ ազգային ժողովում այնքան մանդատ, որ հասնեն impeachment-ի, թե իսկապես հակասություն կա նաև ընդդիմադիր թևերի միջև։ Ընդդիմադիր թևերի գործունեությունը անկեղծ ասած ինձ առանձնապես չի հետաքրքրում, որովհետև հենց որ ընդդիմությունը փորձում է ցույց տալ, որ ինքն է հիմնական ուժը եւ նրանց միջև փաստացի պայքար է ընթանում գլխավոր ընդդիմադիրի տիտղոսի համար, դա
օգուտ է բերում Նիկոլ Փաշինյանին։ Այսինքն պայքարը գլխավոր ընդդիմադիրի տիտղոսի համար է եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Իհարկե, որովհետեւ իմպիչմենտի գործընթացը այս իրավիճակում հնարավոր չէ առանց համաժողովրդական լայն աջակցության, իսկ համաժողովրդական լայն աջակցություն հնարավոր չէ, եթե լիդերը Ռոբերտ Քոչարյանն է կամ Սերժ Սարգսյանը։ Շատ պարզ պատճառով, որովհետեւ ցանկացած պահի Նիկոլ Փաշինյանը այս կոմպրոմատների թղթապանակը դնելու է սեղանին, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ունեցվածքի ամբողջական ցուցակը դնելու է սեղանին։ Այսօր նորից դրեց Վարդան Օսկանյանի կնոջը վերագրվող Դիլիջանում մանկապարտեզին։ Եվ դες դրա համար եմ ասում։ Ուրեմն խնդիրը Հայաստանի խնդիրը իշխանափոխությունն է եւ դրանք փոխկապակցված են։ Հայաստանի խնդիրը իշխանափոխությունն է եւ ոչ թե Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին իշխանության բերելը։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Հաճախ իրար հակասող, որովհետեւ հենց որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է, որ իրեն բերեն իշխանության, հասարակությունը առանց որի հնարավոր չի իշխանափոխություն, անմիջապես ետ է քաշվում։ Տեսեք Մայրաթորի հայտարարության տեքստը վստահաբար ծանոթ եք։ Ասում եմ մենք կոչ ենք անում պատկան մարմիններին կասեցնել այս քաղաքականությունը։ Փաստացի իշխանափոխության կոչ։ Իսկ ով է պատկան մարմինը։ Ժողովրդավարական երկրում ով է պատկան մարմին, ոչ, ընդդիմությունը չի պատկան մարմինը։ Ժողովուրդը բնականաբար։ Դա սահմանադրությամբ գրած է, չէ՞ որ ժողովուրդը պիտի ընտրի իշխանություն։ Բայց հա այդ եկեղեցու սպասավորներից Բարձրաշճան մեկն էլ խոստովանեց իր խոստովանել է, որ պատերազմի օրերին Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ասել է հեղաշրջում իրականացնենք ռազմական։ Նրանք չեն համաձայնվել։ Այո, այդպիսի խոսակցություններ եղել են, միայն այստեղ չէ։ Էլի այդպիսի խոսակցություններ են եղել։ Եվ ես էլի եմ ասում, հիմա սա օջախապետություն է, թե պետություն է։ Այդ հայտարարությունից հետո ինչու քրեական գործեր չեն հարուցվել։ Աջապահյանի նկատմամբ։ Ում նկատմամբ ուզում է, եթե հեղաշրջման փորձը ինչու չի արվել։ Ինչ եք կարծում։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ ձեռնտու է ունենալ այդպիսի ընդդիմություն եւ ունենալ այդպիսի հայտարարություններով լի թղթապանակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործել։ Այդ կուսակրոնության կասկածները նոր են առաջացել։ Հայաստանի կեսը գիտի, որ սրբազանական թեմակալ առաջնորդը քանի երեխա ունի եւ իրենք չգիտեին առաջ։ Ես վաղուց գիտեմ։ Իհարկե բոլորը վաղուց գիտեն, բայց արտաքին ճնշումները ավելանում են, ընտրությունները մոտենում են, իշխանություններին պետք է նոր շոու, հասարակության ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու շատ լավ թամաշա, դիտարժան, հնարավորինս հյութեղ բառապաշարով եւ արդեն մեկ շաբաթից ավելի հասարակությունը հաճույքով կուլ է տալիս այդ խարծը։ Բոլորը զվարճանում են, դիտում են, մեկը սրան է պաշտպանում, մեկը նրան է պաշտպանում, առանց հաշվի առնելու են պարզաբար, որ մեր խնդիրները դրանք չեն։ Եկեղեցին կոչ է անում պատկան մարմիններին, ձեր ասելով ժողովրդին, իսկ ինչի ժողովուրդը ոտքի չի կանգնում զուտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատճառով։ Երկու պատճառով, առաջինը զուտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պատճառով, եւ երկրորդ ավելի կարեւորը, որ չի տեսնում հստակ ծրագրային այլընտրանք։ Այսինքն միայն իշխանափոխությունը բավարար չէ։ Պիտի ասել նաեւ, թե ինչ պիտի արվի իշխանափոխությունից հետո, այսինքն պիտի լինի մոտիվացիան։ Չկա մոտիվացիա, չկա գործողություն։ Իշխանափոխություն առանց հետագա ծրագրերի դա շատ լավ մոտիվացիա է Քոչարյանի, Սարգսյանի եւ իրենց նեղ շրջապատի համար։ Հասարակության համար դա մոտիվացիա չի։ Հասարակության համար կարևոր չի, թե ով կլինի պետության ղեկավարը։ Կարևորը թե դրանից հետո պետությունը ինչ ուղղությամբ կգնա։ Լավ, ով են ընդդիմադիրը, ովքեր են այն ուժերը, որոնք կարող են դա իրականացնել, եթե ոչ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը։ Դուք տեսնում եք նման կառույցներ Հայաստանում, ովքեր են այդ ուժը։ Հայաստանի իշխանությունները գործող ստեղծվել է այդպիսի իրավիճակ, որ նրանք գրեթե նույնականորեն սպասարկում են Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքական շահերը։ Այդպես է ստացվել։ Ընդդիմությունը դիտողոսակիր այնպես է ստացվել, որ սպասարկում է Ռուսաստանի շահերը։ Էլի այդպես է ստացվել։ Մեջտեղում Հայաստանի շահ չկա։ Չնայած բոլորը ասում Հայաստանի շահը պաշտպանող քաղաքական ուժ չկա Հայաստանում։ Ոչ, իհարկե չկա։ Այդքան վատ է մեր ներքաղաքական։ Այո, շատ վատ է։ Միթե դա ակնհայտ չի։ Եվ հասարակությունը դա հասկանում է։ Դրա համար հասարակության 70, եթե անգամ 71%-ը որևէ քաղաքական ուժի չի վստահում։
Ձեզ չի զարմացնում դա։ Բոլորը տեսնում են, որ շատ լուրջ քաղաքական խնդիր կա, որ դա դրանք քաղաքական պետական մակարդակով լուծելու հարցեր են, դա կարող են անել միայն քաղաքական ուժերը եւ 71%-ը ոչ մի քաղաքական ուժի չի վստահում։ Պարոն Բաղդասարյան, այլ տարածաշրջանային հարցերի անդրադառնանք, որոնք բնականաբար իրենց ազդեցությունը ունեն մեր փոքր տարածաշրջանի ու Հայաստանի վրա, տեսնում եք Ուկրաինա, Ռուսաստան, Ամերիկա այդ հարաբերությունները, այնուհետև Իրան, Ուկրաինա, նաև ինչու՞ չէ նորից փոխկապակցված Ռուսաստանի հետ։ Ուկրաինան, տեսակ վերջին օրերին 41 ինքնաթիռ ոչնչացրեց եւ Ռուսաստանում շատ կարեւոր եւ դա համարվում էր նրանց ռազմական ավիաբազայի մոտ 34%-ը եւ Վլադիմիր Պուտինը Ամերիկայի նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հակահարված է տալու։ Ինչ սպասենք այս ոլորտում, որտեղ մենք թե Ուկրաինայի դեպքում, թե Իրանի հետ համաձայնության դեպքում ակնկալում ենք, որ դրա ավարտից հետո նոր աշխարհի մեծերը կանդրադառնան մեր տարածաշրջանին ու Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Նախ ինչ սպասենք Հյուսիսում։ Ես չգիտեմ, որովհետև վստահ չեմ այդ 41 թվին, որ 41 ինքնաթիռ է ոչնչացվել, որովհետև ավելի լուրջ աղբյուրները խոսում են 11 կամ 12 կասկածելի, 11-ը հաստատ, եւս մի ինքնաթիռ ոչնչացում կասկածելի, որ 12 ինքնաթիռ են ոչնչացրել, իհարկե դա նույնպես շատ հզոր հարված է եւ շատ ծանր եւ իմիջային եւ զուտ ռազմական առումով եւ ոչ թե Ուկրաինայի սահմանված հատվածներում։ Այսինքն դա վստահելի չի, բայց ամեն դեպքում Ռուսաստանը ծանր հարված է ստացել, Ռուսաստանը այս իրավիճակում չի գնալու բանակցությունների, որովհետեւ բանակցությունների սեղանի շուրջ միշտ ավելի շահեկան դիրքեր ունենա, ով հասցրել է վերջին հարվածը։ Այսինքն հարվածը կհասցնի, հետո նոր բանակցությունների կգնա։ Այո, հակահարվածը։ Այո, հակահարված կհասցնի կամ եւ բանակցությունների կգնա կամ կվստահեցնի, որ ի վիճակի է հարված հասցնել եւ այդ սպառնալիքի տակ բանակցությունների կգնա։ Համենայն դեպս իմիջային այս փոսում, այսպես ասենք, չի գնա բանակցությունների։ Կամ դրանք ուղղակի իմիտացիոն բնույթ կկրեն։ Այնպես որ այստեղ շուտապույտ կարգավորում ակնկալել պետք չի։ Եթե այդտեղ շուտապույտ ակնկալել պետք չի, ապա ես ենթադրում եմ, որ ակտիվ գործողություններ արևմուտքից չեն լինի նաև Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման խստացման կամ Կարակը Ռուսաստանում արդեն Ամերիկայում արդեն հայտարարում են, որ պատրաստել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մոտ 500% մաքսատուրքի ավելացում եւ որ քանի որ բացատրություն այսպես է, քանի որ Ռուսաստանի բյուջեն հիմնականում լցվում է նավթային միջոցներով, այո, կարդացել եք։ Այսինքն Թրամփը հոգնեց Պուտինի հետ բանակցելուց եւ Պուտինին սպասելուց եւ հիմա արդեն ինչպես ինքն էր ասում, եթե համաձայնության չկա, ես պատժամիջոցներ Չէ, դա սովորական մտրակի բլիթի քաղաքականությունն է։ Ցույց են տալիս բլիթը, հետո ասում են, բայց մտրակը արդեն պատրաստ է։ Այդ հայտարարությանը զուգահեռ ինչ որ զգուշավոր լավատեսություն են հայտնում Իրանի հետ բանակցությունների հարցում, եւ դա մեզ համար իհարկե լավ է։ Ուղղակի այստեղ էլի այդ նույն հարց կա, որ միշտ կա։ Դա լավ է, որովհետեւ մենք շնչելու ժամանակ ենք ստանում։ Բայց վատ է, եթե մենք այդ ժամանակը արդյունավետ օգտագործող իշխանություն չունենք։ Եղավ 44-օրյա պատերազմը գրեթե 5 տարի անցավ, հիմա մեր եւ Ադրբեջանի ուժերի հարաբերակցությունը ավելի վատ է, քան 44-օրյա պատերազմի հաջորդ օրը։ Այդ անցած 4.5 տարիները իրենք շատ ավելի արդյունավետ օգտագործեցին, քան մենք, եւ այդ ընթացքը շարունակվում է։ Իրանց հնարավորությունները բավականին մեծ են եւ կոմունիկացիոն լոգիստիկ հնարավորությունները եւ ֆինանսական հնարավորությունները Հայաստան անգամ գնելու դեպքում տեղափոխելու խնդիր ունի։ Այսինքն մենք մտածում ենք քարեդարյա պատկերացումներով, ով քանի տանկ ունի, քանի թնդանոթ ունի, հա, ուրեմն վերջ։ Այդ դեպքում ինչու են տեղի ունենում պատերազմներ ընդհանրապես։ Կդնեն իրար տանկերը կհաշվեն, կասեն ձերը շատը դուք հաղթեցիք։ Պատերազմը միայն այդպես չեն, չէ՞, պատերազմը միայն այդպես չեն պատերազմում։ Լավ, դաշնակիցների հետ նորմալ հարաբերություններ կառուցելու հարցում էլ կոմունիկացիոն խնդիրներ կան։ Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերություն ստորագրվեց, Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ մենք արդեն պետք է գնանք ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերությունների զարգացմանը, այսինքն դաշնակիցներ ենք ձեռք բերում։
Խոսքը նույն Ֆրանսիայի մասին է, որ Ադրբեջանի հետ մեծագույն գործարքն է հիմա ստորագրում բառացիորեն մի քանի օր առաջ։ Խոսքը այդ Ֆրանսիայի մասին է, ես ճիշտ եմ հասկանում։ Մեկ Ֆրանսիա։ Խոսքը այն Միացյալ Նահանգների մասին է, որը կարևորում է Ադրբեջանի ռազմավարական դերը տարածաշրջանում։ Իսկ խոսքը դու նկատի ունեք այն նույն Ռուսաստանին, որ Ադրբեջանի հետ ռազմավարական արդեն գործընկեր է եւ որ Ադրբեջանին վաճառել է։ Բա իհարկե։ Մենք լավ դաշնակից էինք, երբ որ նա վաճառում էր այդ 5 միլիարդ դոլարի հասնող զենքերը եւ վստահաբար գիտեր, որ դա Հայաստանի վրա է կրակել։ Ես դրա համար ասում եմ, ես Ռուսաստանին պաշտպանելու ոչ մի խնդիր չեմ տեսնում եւ չեմ հասկանում նրանց, ովքեր պաշտպանում են Ռուսաստանին։ Բայց ես չեմ հասկանում նաև նրանց, ովքեր հույսը դնում են արևմուտքի գեղեցիկ փաթեթավորված հայտարարությունների վրա, որովհետև ցավոք սրտի աշխարհը առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ շահերով։ Իսկ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ ժողովրդավարությունը մեր անվտանգության ամենահիմնական երաշխավորն է եւ մենք պիտի կապիտալիզացնենք դա։ Ստացվեց։ Չստացվեց, հետեւաբար Հայաստանի իշխանությունները վարում են սխալ քաղաքականություն։ Իսկ ինչ անել ըստ ձեր պատկերացումների հիմա դաշնակիցների հետ։ Ես ելի նույն բանը պիտի ասեմ, Հայաստանի այս իշխանությունները պիտի թողնեն գնան։ Ես միշտ այդ նույն բանն եմ ասում։ Եթե դու մեքենա քշել չգիտես, կապ չունի, որողությամբ ես քշում։ Ընտրություններին կտեսնենք, կգնան թե ժողովուրդը նորից կընտրի նրանց, ինչպես ընտրեց։ Այո, ճիշտ եք ասում, եթե այսպես շարունակվի, այսինքն կտրուկ տեղաշարժեր չլինեն քաղաքական դաշտում, վերադասավորումներ չլինեն, կոնսոլիդացիաներ չլինեն, մեծ հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը կամ կվերարտադրվի, կամ հնարավոր ամենակոշտ մեթոդներով բոլորին, ինչպես ինքն է ասում, ԱԱԾ նկուղները լցնելով, պարզապես կզավթի իշխանությունը։ Կոնսոլիդացիա ովքեր, օրինակ Հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի կուսակցությունից հայտարարեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը դնի հանդես գա որպես վարչապետ, իրենք կընտրեն նրան, կպաշտպանեն նրան։ Դուք ելի մնում եք այդ դիրույթում, այսինքն։ Ես առայժմ այդ մի կոնսոլիդացիան, հավանական հնարավոր կոնսոլիդացիան եմ տեսնում։ Դուք մնում եք այդ 29%-ի տիրույթ։ Ես ձեզ հարցնում եմ, ուրիշ էլ ինչ կոնսոլիդացիա է կընդդիմադիր դաշտում պատկերացնում։ Ինքներդ ձեզ հարց տվեք, ինչու հասարակության 71%-ը որևէ քաղաքական ուժի չի վստահում։ Այդ թվում նաև Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Կան մարդիկ, որոնք հետաքրքրված են քաղաքականությամբ, ուզում են երկրի համար ինչ-որ բան փոխվի եւ այդ ուժերին չեն վստահում։ 71%։ Ինչու է կոնսոլիդացիան փնտրում 29%-ում։ Ծրագրեր չեն Ինչու է կոնսոլիդացիան փնտրում 29%-ում։ Եթե այսօրվա քաղաքական գրեթե ողջ դաշտը հասարակության 71%-ի կողմից մերժված է։ Լավ, հասարակությունը կոնսոլիդացվի որ ուժերի շուրջը, ըստ ձեզ չկան Սերժ Սարգսյան, Քոչարյան եւ Նիկոլ Փաշինյան, անց վարկանիշը շատ ցածր են, որ ուժերը ունեն հնարավորություն ստանալու այդ 70%-ի ձայնը։ Այն ուժերը, որոնք կկարողանան ներկայացնել հստակ այլընտրանքային ծրագիր եւ ոչ թե հեքիաթներ։ Այդ թվում նաև հեքիաթներ, որ Ռուսաստանը կգա մեզ կփրկի, Ադրբեջանին կհարվածի, արցախցիները կվերադառնան։ Ոչ այն ուժերին, որոնք ասում են Ֆրանսիան գալու է մեզ փրկի, Հնդկաստանի հետ ձեռքի տված, այ գալու են Թուրքիային քշելու են, Ադրբեջան ապշերունը վերացնել, ոչ էլ դրանց։ Չէ՞։ Կան այդպիսի ուժեր, որ հիմա ամբողջ քաղաքական պայքարը ինչի մեջ է, ինչի միջև է, թե ով ավելի լավ սուտ կասի, չէ՞։ Ով ավելի լավ կխաբի ժողովրդին, ով ավելի հաճելի, կամ ով դիմացինին եւ ով դիմացինին ավելի ծանր մեղադրանքների մեջ, այսպես կխարազանի, բան, հա, դա է։ Այդպես չի, ես հասկանում եմ, որ ժողովրդավարություն, այո, պոպուլիզմ, բան, պիտի հասարակությանը դուր գալ, բայց ժողովրդավարության դա իհարկե հիմնական թերությունն է, բայց քաղաքական ուժերը պիտի ոչ թե իջնեն ժողովրդի մակարդակին, այլ փորձեն ժողովրդի մակարդակը մի քիչ էլ բարձրացնել։ Դա է որ չենք տեսնում։ Ասում ենք ինչ է Նիկոլ Փաշինյանը այդ բառապաշարը օգտագործում, բա ինչ եք ուզում, բա դոգի էլեկտորատը անտեր է մնացել։ Այդ բառապաշարը օգտագործելով նա փորձում է տիրանալ այդ զանգվածի ձայներին։ Մյուսները ետ չեն մնում։ Բա 10% են տեսել, չէ՞։ Բա պիտի ճանկեն դա, փորձեն դա էլ վերցնել, նա էլ վերցնել։ Դրանից ինչ է լուծում, ինչ խնդիր է լուծում, ոչ մի։ Դուք տեսնում եք process-ներ, ամեն դեպքում 1 տարին այդքան մեծ ժամանակ չի մինչև ընտրությունները։ Դուք տեսնում եք այդպիսի process-ներ, որ չեմ տեսնում այդպիսի process-ներ, որտեղ դրա համար առանձնապես լավատես չեմ։
չեմ կարող է լինել, բայց մենք չպիտի փնտրենք ուժերին, հասկանում եք, այ ասենք, այ այս ուժերը զորով հավաքենք իր գլխի, ասենք դե խելքի տվեք, մի բան արեք։ Ինչ պետք է անենք։ Տեսնում եք, հասկանում եք, ընդդիմությունները Ժողովուրդը սպասում է, ինչ պետք է անի։ Ինչ որ բան ժողովուրդը ինքը կարող է օրակարգ ձևավորել կամ ինքը կարող է պահանջ ներկայացնել կամ ինչ որ ուժ։ Այո, ժողովուրդը հենց խնդիրը դա որ ժողովուրդը չի կարող։ Բայց քաղաքական ուժերը դա են, չի ասում, ժողովուրդ դուրս եկեք փողոց, հարգելիներս, ժողովուրդը դուրս չի գալու փողոց։ Բայց ինչ տարբերություն Նիկոլ Փաշինյանը հիշում եք պատերազմի ժամանակ ասում է, ժողովուրդ գնացեք ձեր ճուլաններում կասկա գտեք բան, գնացեք ջոկատներ կազմեք, ինչ տարբերություն ու հիմա անդիմությունը ասում է ժողովուրդ դուրս եկեք փողոց։ Այդպես չի լինում։ Քաղաքական ուժերը պիտի կազմակերպեն, կազմակերպելու համար ինչա պետք։ Միտք, ծրագիր, չէ՞, կարողանան հույս ներշնչել, որ դա իրատեսական է, կազմակերպչական աշխատանք, այդ մարդկանց դուրս բերել փողոց, պայքարել, եւ ոչ թե ասել ժողովուրդ դուրս եկեք փողոց սրանց տապալեք, հենց որ իշխանություն աթոռը ազատ լինի, կանչեք մենք գանք։ Այդպես չի լինում։ Մի անգամ այդ Բագրատ Գալստանյանը այդպես արեց։ Հսկայական ժողովուրդ հավաքեց հրապարակում, հետո ասեց, սպասեց, տեսա ոչ մեկ չի գալիս, քաղաքական միտք ասի, ասեց ժողովուրդ, դե ինչ ասեմ, գնացեք տուն, չփաստացի էլի։ Չեկան, սպասեց չեկան։ Իհարկե։ Գալստանյանը 2 օր առաջ հայտարարեց, որ նորից սկսում են եւ դա օրերի հարց է եւ այս անգամ հաստատ հեռացնելու են Նիկոլ Փաշինյանը։ Ես խոսում եմ այն մասին, թե այն ժամանակ ինչու չստացվեց։ Հիշում եք, ինքը հսկա շարժում սկսեց, մի քանի տասնյակ հազար մարդ եկավ հանրապետության հրապարակ։ Ինքը այս անգամ այդ ընթացքում ինքը ասում էր, որ ես լիդեր չեմ, ես լիդերության հայտ չեմ ներկայացնում, եկավ ահռելի զանգվածներ հավաքվեցին այնտեղ, սպասեց որևէ լիդեր չեկավ, ինքը ասեց ստիպված հայտարարեց, ասեց թե լիդերը ես եմ։ Դա չաշխատեց։ Դա չաշխատեց եւ չի աշխատելու։ Դու չես կարող մարդկանց դուրս բերել, չէ, դու կարող ես մարդկանց դուրս բերել փողոց մի անգամ, երկու անգամ։ Ինքը հանդիպել էր բոլորի։ Բայց դու չունես ծրագիր, մոտիվացիա։ Սերժ Սարգսյանի թիմի հետ, Ռոբերտ Քոչարյանի, հանդիպել էր անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի, եթե չեմ սխալվի հետ, այսինքն հիմնական այս ուժերից որևէ մեկը չցանկացավ լիդերությունը վերցնել քաղաքական։ Պատճառը ո՞րն էր։ Պատճառը ծրագրի բացակայությունն էր, չէ՞։ Ծրագիր հստակ, մենք ինչ ենք անելու։ Բայց քաղաքական ուժերը նրանց կողքին էին, թե հանրապետականը, թե Դաշնակցությունը, Ռոբերտ Քոչարյանը։ Հետո ծրագիր չես ներկայացնում, արդիկ գնում են տուն, մոտիվացիա չունեն։ Ոնց է ստեղծում մոտիվացիա։ Ասում ես գալիս են կատարում եք SS քայլեր, արդյունքում ունենում եք SS, չէ՞։ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը ո՞րն է, նա ասում է կատարում եք SS քայլերը, արդյունքում ունենում եք Բուջուր Հայաստան, բայց մեր վրա չեն կրակում, ես չլինեմ կսկսվի պատերազմ։ Պարզ պրիմիտիվ, մանիպուլատիվ, բայց ամեն դեպքում մոտիվացիա։ Մարդիկ ասում են, բա Նիկոլը գնա կռիվ սկսվի։ Այդ վախն է, չէ՞ իր հիմնական զենքը։ Քաղաքական ուժերը կարողանում են հիմնավորել իրատեսորեն, որ եթե Նիկոլը գնա մի ուրիշը գա, պատերազմ չի լինելու։ Կարողանում են հիմնավորել։ Դա պիտի չէ կարողանան եւ կարողանան բացատրել, թե ինչու պատերազմ չի լինելու։ Եվ ինչու է ցանկացած դեպքում լինելու մի քիչ ավելի լավ, քան հիմա։ Բայց այդ մի քիչ ավելի լավը ոչ մեկ չի ասում։ Բոլորը ուզում են շատ լավ ասել, չէ, դե իհարկե Արցախ վերադարձ լինելու է, բան, այսպեսի բարձրագոչ։ Մարդը լսում է ինչ ամ մտածում, ասում է շատ լավ բան ասում, բայց սուտ է ասում։ Պարոն Բաղդասարյան, Իրանին անդրադարձանք, բայց կարճ տվեց միջուկային այդ ուրանի հարստացման վերաբերյալ Ամերիկայի հետ բանակցությունները երբեմն թվում է թե կարող է հաջողության հասնել, երբեմն էլ թվում է թե ոչ չի հասնելու։ Այսօր վերջին հայտարարություններով Իրանի արտգործնախարարը ասել է, որ մենք բանակցությունները հաջողություն չեն ունենան, մենք չենք համաձայնվի, եթե մեզ զրկեն, թույլ չտան ուրանի հարստացմանը։ Այո, որտեղ դա մեր կարմիր գիծն է։ Այո, դա մեր կարմիր գիծն է, իսկ Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ տպավորությունը, որ կամաց-կամաց մենք գնում ենք համաձայնության, որն է ճիշտ այստեղ։ Ես կարծում եմ ամեն դեպքում համաձայնության են գնում, ինչով կավարտվի դա չգիտեմ։ Բայց ամենայն դեպս Ամերիկայի Իրանյան հարաբերությունները հիմա շատ ավելի ոչ պայթունավտանգ են, այսպես ասենք, քան մի քանի ամիս առաջ։ Առաջընթացը այդ ուղղությամբ է, երբ կլինի Թրամփի դեպքում կանխատեսելը դժվար է, շատ փոփոխական է նրա արտաքին քաղաքականությունը, վայրի վերումները կտրուկ են։ Ամենայն դեպս այս պահի դրությամբ կարծում եմ, որ ավելի փափուկ են այդ հարաբերությունները, ես հասկանում եմ, որ դա մեծապես կախված է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններից,
իսրայելա-թուրքական հարաբերություններից, որովհետև մենք հասկանում ենք, չէ, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգները մեր տարածաշրջան, Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունը իրականացնում է Իսրայելի ուղղորդմամբ եւ Իսրայելի շահերը հաշվի առնելով։ Հետևաբար կարևոր է, թե որը Իսրայելը կհամարի իր համար թիվ 1 սպառնալիք է սպային, Թուրքիան թե Իրանը։ Որքան թուրք-իսրայելական հարաբերությունները կարգավորվեն, այնքան Միացյալ Նահանգների քաղաքականությունը կկոշտանա Իրանի նկատմամբ, նաև այդ գործոնը կա։ Իրանի հետ ավելի սուր են այս պահին լարվածությունը, անկախ այն հանգամանքից, թե Իսրայելը որին է ավելի լուրջ մրցակից համարում։ Չէ, ինքը մրցակից չի համարում, վտանգ է համարում։ Վտանգ։ Քանի որ Թուրքիան ներխուժել է Սիրիա, եւ մտադիր չէ այնտեղից զորքերը։ Փաստացի Թուրքիան եւ Իսրայելը դարձել են սահմանակից պետություններ, իսկ Թուրքիան Լիբանան չի, չգիտեմ, Հորդանան չի, Սիրիա չի, շատ ավելի լուրջ մրցակից է։ Եթե Իսրայելը այնտեղ սպառնալիք տեսնի, Իսրայելը չի կարող միաժամանակ եւ Իրանի հետ բացառչակատման գնալ կամ Միացյալ Նահանգներին մղել եւ Թուրքիայի հետ միաժամանակ չի կարող։ Դրա համար էլ քանի դեռ թուրք-իսրայելական հարաբերությունները լարված են, կարող ենք համարել, որ Իրանը հանգիստ շնչելու ժամանակ ունի։ Իսկ ավելի հավանականը ըստ որ տարբերակը կլինի։ Այսինքն եթե ինքը համարի, որ ամենամեծ վտանգը Թուրքիան է, Իրանը կարող է շնչել կամ Իրանի հետ կարող է անգամ հարաբերությունների կառուցման գնալ կամ հակառակը։ Դե տեսեք, ամբողջ աշխարհը, եթե այսպես ասենք, քաղաքակիրթ աշխարհը ուզում է Իրանին փոխել։ Չէ՞։ Հիմա այդ փոխել հնարավոր է մի քանի ճանապարհներով, այդ թվում նաև բացելով երկիրը։ Ասենք պատժամիջոցները կասեցնելով, որպես այդ երկիրը բացվի, տնտեսությունը բացվի, պատժամիջոցները վերանան, դա երկարատև ճանապարհ է, չէ, ինչի է հանգեցնելու դա։ Հասարակության հայացքներն են փոխվելու եւ ի վերջո այդ հասարակությունը ներսից է փոխվելու։ Հիմա դա կարող եք ասել երկարաձգված գունավոր հեղափոխություն կամ ինչ, մի խոսքով կարելի է երկիրը ներսից քայքայել կոկա-կոլայով օրինակ, կամ փոխել լավ, պայմանական ասած։ Կարելի է գնալ այդ ճանապարհով, կարելի է գնալ ավելի կոշտ ճանապարհով, ինչպես Իրաքի դեպքում կամ Լիբիայի դեպքում։ Իրանը շատ ավելի լուրջ, շատ ավելի մեծ պատառ է, այսպես ասենք, եւ Թուրքիան։ Չէ, Թուրքիա քան ես նկատի ունեմ, քան Իրաքը, քան Լիբիան, այնպես ինչպես արեցին, չէ։ Դրա համար կարծում եմ ամեն դեպքում ուղղակի ռազմական ինտերվենցիա Իրանի նկատմամբ կամ այդ լուրջ խոցումներ, կարծում եմ ամեն դեպքում Արևմուտքը կփորձի դա օգտագործել որպես վերջին փամփուշտ, միայն որպես վերջին միջոց։ Մինչ այդ պիտի փորձի հնարավոր բոլոր ձևերը, այլ ձևերը, եւ այդ առումով Հայաստանը կարող է դերակատարում ունենալ։ Ինչպեսի։ Որպես փոքրիկ պատուհան թուրքական աշխարհի մեջ, որովհետեւ եթե ուզում են բացել այդ երկիրը ներսից եւ այդ ձևով փոխել Իրանը, այդ տոտալիտար, ինչպես արևմուտքում են կարծում այդ ռեժիմը, ապա ուղիներից մեկը կարող է լինել Հայաստանը։ Դրա համար էլ եթե մեղմ ճանապարհն է, Հայաստանը կարող է այդտեղ էական դերակատարում ունենալ։ Իսկ եթե որոշվի ավելի կոշտ մեթոդներով այդ հարցը լուծել, այդ դեպքում հայ-իրանական սահմանի առկայությունը հակառակը կխանգարի դրան։ Ըստ երևույթին արժի հարց տալ ամեն դեպքում տան Հայաստանի դեպքում որն է ավելի շահավետ Թուրքիայի հետ ունենա Սիրիան, այդ թվում նաև ամերիկան խնդիրներ Թուրքիային համար են մեծ խնդիր, թե Իրանի հարցերը լուծեն, Թուրքիայի հարցերը լուծեն, թե Իրանի հարցերը լուծեն։ Բնականաբար մեզ համար շատ ավելի ձեռնտու կլինի, թե լավ չի ինչու, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մնան շատ լարված։ Այդ դեպքում Իրանի նկատմամբ ճնշումները կթուլանան, այդ դեպքում խնդիրներ կառաջանան Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ, դա հասկանալի են սրանք։ Ցավոք սրտի այդտեղ մենք դերակատարում չունենք, դա մեզանից չի կախված։ Իսկ որը ավելի շատ սրվելու ձեր կարծիքով հեռանկար ունի թուրք-իսրայելական, թե թուրք-իրանական, իրանա-իսրայելական։ Ամեն դեպքում պիտի հասկանանք, որ Միացյալ Նահանգների թիվ 1 դաշնակիցը Իսրայելն է, իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այսինքն նրանց միջև որքան էլ հակասություններ լինեն, մեծ հաշվով նրանք խրամատի նույն կողմում են։ Այնպես որ կարծում եմ, որ այստեղ հարաբերությունները ամեն դեպքում կկարգավորվեն ի տարբերություն Իրանի, եթե այնտեղ փափուկ մեթոդներով հնարավոր չլինի ներսից փոփոխությունների հասնել։
Ամերիկայի Միացյալ Նահանգներից հայտարարություն եղավ, որ իրենք կանխում են Ադրբեջանի հնարավոր էսկալացիան Հայաստանի վրա, որքան է դա այս պարագայում իրական Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պատերազմ չի լինի։ Դրանք երկու տարբեր հարցեր են։ Ուրեմն Միացյալ Նահանգները կանխում է, թե չի կանխում, չգիտեմ, դա ես հայտարարություններին իհարկե ծանոթ եմ, եւ եթե դա այդպես է, շատ լավ է։ Եվ եթե դա տևական է եւ ոչ թե ինչ-որ այս ռոպեական կապված նույն Իրանի հետ քաղաքականության այդ համատեքստում է, եթե դրա հետ չի, շատ լավ է։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, որ ասում է պատերազմ չի լինելու, այսինքն չի կարող ինքը որոշել պատերազմ լինելու է, թե չէ, որովհետեւ օրինակ 22 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց, Ջերմուկում ահռելի զոհեր ունեցան, տարածքային կորուստներ, Նիկոլ Փաշինյանը եւ դա պատերազմ էր, թե պատերազմ չէր։ Կամ երբ որ մտան Սևանի ավազան, Ջերմուկի ուղությամբ, չգիտեմ, ներքին հան, դա պատերազմ էր, թե չէ, այսինքն Թշնամին կարող է ներխուժել, Նիկոլ Փաշինյանը դիմադրելու հրաման չտա եւ ասի տեսակ պատերազմ չկա։ Պատերազմը չէ խաղաղության, նման երկու կողմ է պետք։ Եթե նա հարձակվում է, դու ասում ես ես չեմ կռվում, կարելի է դա էլ ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն է։ Երբ որ ինքը ասում է պատերազմ չի լինելու, ինքը ինչ նկատի ունի։ Նրանք հարձակվելու են, մենք չենք դիմադրելու, թե չեն հարձակվելու։ Եթե չեն հարձակվելու, ապա ուր է խաղաղության համաձայնագիրը։ Ադրբեջանը չի ստորագրում եւ լրացուցիչ պահանջներ։ Եթե մտադիր չի պատերազմի, ինչու խաղաղության համաձայնագիրը չի ստորագրում։ Որովհետեւ նորանոր պահանջներ է դնում, ճիշտ է։ Հիմա եթե այդ պահանջները Հայաստանի իշխանությունները կատարեն, օրինակ անխոչնդոտ միջանցք տան 300,000 ադրբեջանցի ընդունեն, օրինակ Սևանի ավազան եւ Սյունիք, հետո բախումներ հրավիրեն եւ իբր իրենց քաղաքացի, իրենց ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար ներխուժեն այնտեղ։ Եվ Հայաստանի իշխանությունները ասեն՝ դե լավ, դե ճիշտ եք ասում, հիմա ինչ որ սադրիչներ մեզ մոտ եղել են, դե եկեք դա կլինի պատերազմ, թե չի լինի պատերազմ։ Ձևակերպումների խնդիր Հայաստանի իշխանությունները կարող են ասել, դե մենք չենք պատերազմ, համընդհանուր զորահավաք չենք հայտարարել, ուրեմն պատերազմ չկա։ Ցավոք սրտի այդ պատերազմը Նիկոլ Փաշինյանը չի որոշում։ Դուք անդրադարձակ այն խնդրին, որ Հայաստանը եղած ժամանակը ճիշտ չի օգտագործել, բայց իշխանությունները նույն Նիկոլ Փաշինյանն էլ ասում են, որ մենք օգտագործում ենք, մենք մեր պաշտպանական հենակետերը, մեր զենքը եւ այլն հնարավորին չափով, որքան հնարավոր է, մենք դրանք պատրաստում ենք։ Պարզապես Նիկոլ Փաշինյանը նման արտահայտություն էլ է արել, որ մենք առաջվա նման չենք խոսում այդ մասին։ Նախ եւ առաջ խոսում են, երկրորդն էլ ես իհարկե չեմ կարծում, որ ոչ մի բան չեն արել, ավելին խոսակցություններ կան, ահագին էլ գործը արել են իրականում, բայց Ադրբեջանը ակնհայտորեն ավելին է արել, դա երևում է, երկրորդն էլ, եթե անգամ լավ, մենք մերը չգիտենք, գախլի են պահում, շատ ապրեն, հա, դա ինչով պիտի արտահայտվի, դրա արդյունքում ինչ պիտի լիներ, լավ, մեր ժողովուրդը չգիտի, Ադրբեջանը դա տեսնում է, դա պիտի ինչ-որ կերպ փոխեր իր հռետորաբանությունը, եթե մեր պաշտպանունակությունը ավելանում է, ինչու է Ադրբեջանի հռետորաբանությունը օրեցօր ավելի լկտի դառնում։ Այսինքն մենք այսպես անուղղակի փաստերի հիման վրա պիտի եզրակացություններ անենք, չէ՞։ Մեզանից ոչ մեկը չգիտի, թե քանի թնդանոթ են ձեռք բերել կամ քանի, չգիտեմ, ռեփ համակարգեր, չէ՞։ Չգիտենք։ Բայց դրա արդյունքը պիտի լիներ հռետորաբանության փոփոխությունը։ Դա չի երևում։ Ադրբեջանի լկտիությունը օրեցօր ավելանում է, նրանց զորավարժությունները օրեցօր ավելի են դա մոտենում Հայաստանի սահմաններին, սցենարները ավելի նմանվում են ինչ որ հակահարձակում, ինչ որ ահաբեկչություն եւ այլն, չէ՞։ Տեսնում ենք, այսինքն կարելի է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունները հա գուցե ինչ որ բան անում են, բայց եթե արդյունքը սա է, արդյունքն այն է, որ մեր նկատմամբ հռետորաբանությունը ավելի լկտի է դառնում, ես ենթադրում եմ, որ դրանք այնուամենայնիվ բավարար չեն։ Որն է ճիշտ լուծումը։ Ես գիտեմ, որ դուք նորից ասելու եք իշխանությունների հեռացումը, լավ, իշխանությունները հեռացան կամ չհեռացան, որ իշխանությունը լինի, որն է լուծումը։ Տեսեք, հիմա ուզում եք այս ընթացքը ես մի երկու նախադասությամբ ներկայացնեմ։ 1998 թվականին մենք կորցրեցինք հաղթելու հնարավորությունը, հաղթանակը ֆիքսելու հնարավորությունը։ Հետագա 20 տարիներին մենք որովհետև հնարավոր էր արժանապատիվ խաղաղություն
հաստատել եւ այն ինչ որ ձեռք էինք բեր, մի մասը զիջել, մի մասը ֆիքսել, արձանագրել միջազգային նորմերով, հասնել խաղաղության։ Հետագա ներսից դա թույլ չտրվեց, հա։ Հա, իհարկե դեք 98 թվական եղավ հեղաշրջում, բոլորս գիտենք։ Հետագա 20 տարիներին մենք կորցրեցինք չջախջախվելու հնարավորությունը։ Այսինքն մենք էլի պարտվելու էինք արդեն, որտեղ ցանկացած նոր փաստաթուղթ ավելի վատներ լինելու, քան 97 թվականին։ Բայց չէինք ջախջախվելու, Արցախում ապրելու էին հայեր, նորմալ, ինչ որ երաշխիք։ Մենք այդ հնարավորությունն էլ բաց թողեցինք։ 44 օրյա պատերազմից հետո, ավելի կոնկրետ 21 թվականի ընտրություններով, մենք հրաժարվեցինք հետագա դիմադրությունից։ Ընդհանրապես, որովհետև գնաց հասարակության մեծամասնությունը ձայն տվեց այսօրվա իշխանություններին։ Դու կարող ես պարտվել, դու կարող ես ջախջախվել, բայց եթե դու դրա հետ համակերպվում ես, դու նաև հետագա դիմադրությունից ես հրաժարվում։ Հիմա դուք ասում եք, այդ Հայաստանի զինված ուժերը էս են արել, այն են արել, բայց Հայաստանի իշխանությունների քաղաքականության հիմքում այն է, որ մենք պիտի պարտվենք, մենք պիտի չդիմադրենք, որովհետև եթե մենք դիմադրենք, մեզ կոչնչացնեն։ Եթե իշխանությունների քաղաքական գիծը դա է, ուզում ես 1000 թնդանոթ, 500,000 աթեհեսար, եթե դու քո քաղաքականության հիմքում դրել ես չդիմադրելը եւ պարտվելը, ինչ ուզում ես արա։ Որ դուք ասում եք ինչ պիտի անել, պիտի դիմադրել, չի կարելի հանձնվել։ Այդ դիմադրել չի նշանակում պարսատիկներով գնալ հիմա այնտեղ չի կարելի դիմադրության ռեսուրսները բոլոր ինքդ քո ձեռքով ոչնչացնես, որպեսզի քո հակառակորդներին թշնամիներին դուր գաս։ Եվ ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ մենք ռեսուրս չունենք, որ մեր ոգին սպառված է, բանակ չկա, մենք բոլորս պարտված, ինչպես Ալեն Սիմոնյանն էր ասում, երկու անգամ կրակեն փախտելու ենք, այդպես չի։ Այդպես չի։ Որ մեր ռեսուրսները թույլ են, բայց եթե դու հրաժարվում ես դիմադրել, դու չկաս, դու գոյություն չունես։ Բայց հրաժարվում են, երբ որ դաշնակցային գործընկերային հարաբերություններ են ձեռք բերում այլ երկրների հետ, զենք են ներկրում, ներսում արտադրության մասին որոշակի իհարկե ոչ շատ լուրջ հայտարարություններ են անում, բանակը բարափոխելու մասին հայտարարություններ են անում, սա դիմադրությունից Եթե դուք դա համարում եք բանակի բարեփոխում, ես այդքան էլ համակարծիք չեմ, այն ինչ կտեղի կա փորձում են անել բանակի հետ, մենք որ դարձում են կոմերցիոն կառույց, հա, այսքան փող տվեք, գնացեք, եթե դուք դա բարեփոխում եք համարում, ես չգիտեմ։ Ես ինքս բարեփոխում չեմ համարում։ Դա դեռ չի ընդունվել։ Լավ, գիտեք, կարող եմ ընդունել, խնդրեմը որն է, ես չգիտեմ դրա նպատակը որն է։ Ես անգամ դրան գնահատական չեմ կարող տալ, որտեղ եթե նպատակը մեր բանակը քայքայելն է, հրաշալի քայլ է։ Եթե նպատակը բանակը հզորացնելն է, սխալ քայլ է։ Ես նպատակը չգիտեմ, հետեւաբար չեմ կարող ասել դա հաջող քայլ է, թե հաջող քայլ չի, իրենց տեսանկյունից։ Մի հարցել արտաքին քաղաքականությունից ռուս-ուկրաինական թե ամերիկա-իրանական կոնֆլիկտի լուծումը կարող է մեծ ազդեցություն ունենալ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա ձեր կարծիքով։ Իհարկե կարող է։ Որի լուծումը ավելի դրական կլինի։ Երբ որ մենք ասում ենք հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա, նկատում ենք այս մեկը Հայաստանի կողմից, այն մեկը Ադրբեջանի կողմից։ Չէ, խնդիրը հարավային Կովկասն է։ 3 հանրապետություններ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որ բևեռի ազդեցության տակ պիտի լինեն։ Բոլորն էլ ուզում են, որ բոլորը ասել եմ, նկատի ունեմ երևի հիմա հավաքական արևմուտք չկա, Ամերիկա, այդ հարցն է լուծվելու։ Այնպես չի լինելու, որ բաժանարար գծեր լինեն Հայաստանում, ասենք այդ 3 երկրներից մեկը լինի Եվրամիության անդամ, մյուսը ՆԱՏՕ-ի անդամ, մեկը իհարկե, եւ միշտ էլ այդպես է եղել։ Այս տարածքը կամ եղել է ռուսական կայսրության կազմում, կամ օսմանյան կայսրության կազմում, կամ եթե պատերազմներ են եղել, չէ՞, արյունալի պատերազմներ են եղել միշտ մեր հաշվին, հետո կայունացել են, կոնսենսուսի են եկել։ Հիմա այդ կոնսենսուսը չկա։ Թե ումն է այս տարածքը, դրա համար ամեն մեկը փորձում է, երբ որ մենք ասում ենք Ֆրանսիան մեր դաշնակիցն է, ոչ թե Ֆրանսիան մեր դաշնակիցն է։ Ֆրանսիան փորձում է այս տարածաշրջանում իր քաղաքականությունը առաջ մղել մեր միջոցով։ Բրիտանիան Ադրբեջանի միջոցով, չգիտեմ, Եվրամիությունը Վրաստանի միջոցով։ Այսինքն նրանք իրենց համար գործիքներ են ընտրում եւ ոչ թե դաշնակիցներ։ Իսկ մենք ուրախանում ենք, որ մեզ են ընտրել որպես գործիք, հա, եւ համարում ենք դա դաշնակցային հարաբերություն։ Մի խոսքով, այս ինչ հնարավորություններ կան այդ առումով ձեր կարծիքով։ Մեզ ընտրել են, մենք ինչ անենք, ասենք չէ, Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է, որ մենք չենք ուզում մի կողմ
կենտրոնից կախված լինել, անկախությունը դա տարբեր կենտրոններից կախվածություն է, վերջերս էլ Լավրովի եւ Ֆրանսիայի արտգործնախարարի այցի արդյունքում այդ համատեքստում հայտարարվեց, որ այո, մենք Ռուսաստանի հետ չենք ուզում մեր հարաբերությունները վատացնել, մենք նոր հարաբերություններ ենք կառուցում։ Հա, ուշ է արդեն, հա։ Ինչու է ուշ, Լավրովն ասում է մենք էլ ենք ուզում։ Արդեն այդքան բաներ կորցնելուց հետո իսկ ինչ կլիներ, եթե միջև այդքանը հասկանար։ Ինչ կլիներ։ Ինչ կլիներ, այսօր մենք կունենա համենայնպես այս վիճակը չէինք ունենա։ Որ վիճակը։ Ոչ Արցախը կորցրած կլինք, այնտեղ հայեր կապրեին, ոչ 5000 զոհ կունենայինք, ոչ էլ 250 քառակուսի կիլոմետր տարածք։ Եթե խելքը այդքան լիներ այն ժամանակ։ Շատ ինքն ասում, չէ՞, դե գետե, հա դե 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Հա, բայց ռուսներն այնտեղ էին։ Որտեղ։ Արցախում։ Ինչն էր իրեն խանգարում ընդունել Լավրովի պլանը 19 թվականին։ Չգիտեք, ես ասեմ ինձ դավաճան կասեի։ Այսինքն մարդը ուղղակի ասում է ես եմ մեղավոր, իմ տգիտությունն է մեղավոր, իմ կոմպլեքսներն են մեղավոր։ Իսկ հետո։ Ինչ հետո։ Պատերազմից հետո։ Լավրովի պլանը իհարկե շատ կխորանանք արդեն բոլորովին այլ հարցազրույցի թեմա կլինի։ Լավրովի պլանը հիշելուց կարող ենք հիշել Սերժ Սարգսյանի այն վերջին հայտարարությունը, որ բանակցությունները փակուղում են։ Իհա, փակուղում են հանի։ Ադրբեջանը այլ բան է ուզում, անգամ շրջանների վերադարձով չի բան անում։ Սերժ Սարգսյանը լավագույն փաստաթուղթը անգամ չէր կարող ստորագրել։ Ինքը լեգիտիմության լուրջ խնդիր ուներ։ 1 Երկրորդ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ Հայաստանի իշխանությունը զավթել էր խոստանալով առնվազն 8000 քառակուսի կիլոմետրանոց Արցախ։ Նիկոլ Փաշինյանը ուներ հրաշալի բարձր լեգիտիմություն եւ որևէ խոստումով ինքն իրեն կաշկանդված չէր։ Նա չէր խոստացել 8000 քառակուսի կիլոմետր տարածքով Ղարաբաղ։ Դուք համոզված եք, որ եթե Նիկոլ Փաշինյանը 19 թվականին ընդուներ Լավրովի պլանը, Արցախյան պատերազմ չէր սկսվի 44 օրյան կամ Արցախը Ես 100% վստահ չեմ, որ գիտեմ, որ շատ մեծ հավանականություն կար, որ այո չէր սկսվի։ Սա մեկ երկրորդն իսկ ինչ էր խանգարում փորձել։ Ինքը նույնիսկ չփորձեց, չէ՞։ Եվ ինչ արեց ինքը պատերազմից մի ամիս առաջ, օրինակ, հայտարարեց, որ Սևրի դաշնագիրը այսօր էլ արդիական է։ Այն դաշնագիրը ըստ որի Թուրքիայի կեսը Հայաստանը, տարածքի կեսը։ Հետո ասել դե ես գետեի, բան, չէ, ես չգիտեի, չէի հասկանում իմ ընկալումը ուրիշ էր, բան, իրական Հայաստան։ Այսինքն մարդու չընկալման արդյունքում մենք ունենք այս վիճակը։ Հիմա դուք հետին թվով ասում եք, եթե բա Լավրովի պլանը ընդուներ։ Այո, մեծ հավանականությամբ, եթե դա ընդուներ, այդ պատերազմը չէր լինի։ Եվ այո, իսկապես իրենք ասեին դավաճան, հա, բա ինչ ես ուզում, բա մտել ես քաղաքականության, բարի պիտի լինես հանուն քո պետության, նաև այդպիսի անեծքների արժանանալու, անգամ եթե պետք լինի հրաժարական տալու, չվախենալու դրանից։ Բայց չէ, ինքը համարում էր, որ ինքը արդեն համաշխարհային մասշտաբի խնդիրներ պիտի լուծի։ Հիշում եք, ասում էր, ինձ հնարավոր խնդիրները այլևս չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում են անհնար խնդիրները։ Շնորհակալություն, պարոն Բաղդասարյան։ Ես էլ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։